Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հաջորդած։ Շնորհակալություն Մանուել Ալբերտոս պետական լրատվական գործակալություն պարունակի նշվեց, որ 2023 թվականի համեմատ 25 թվականի կոչվածների 15%-ի ավելացում։ Ինչու՞ այս բանդամակը պայմանավորված եւ ինչ արտում ավելի թափանցիկ կոչի գործընթացը գործնելու։ Անախարար վերջերս խոսվեց նրա մասին, որ կոմիսարիատների բոլոր ապակներում կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Այդ մասին ասեք եւ քննել նշել վարժական հավաքների ընթացքի գնահատականության մասին եւ վերջում ինտերժանոմենտնա Հայաստանի պաշտպանության բարձրացման համատեքստում նախատեսում են արդյոք այստեղի ընթացքում համատեքստում Շնորհակալ եմ։ Սկսեմ ըստ էության զորավարժություններից։ Իրականում զորավարժությունների մասին համապատասխան ժամկետում պաշտպանության նախարարությունը մշտապես հանդես է գալիս հրապարակային հայտարարություններով, ինչպես նախորդ տարիներին, հիմա նույնպես նման պլաններ կան եւ պատշաճ ժամկետում մենք դրա մասին կիրազեկ ենք հասարակությանը, մեր հարևաններին եւ միջազգային հանրությանը։ Ինչ վերաբերում է զորակոչին, այստեղ ունենք երկու տեսակի փոփոխություն։ Այն է մեկը հետևողականությունն է, հնարավոր գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ կա արմատավորված մի վատ ավանդույթ, այսինքն յուրաքանչյուր պատվախնդիր ծնող ճակերտավոր իհարկե իր համար, իր ընտանիքի համար ամեն ինչ անում է, կաշվից դուրս է գալի, այսպես ասած, ամեն ինչ պատրաստ է վաճառել, ամեն ինչի մեջ մտնել, ամեն խարդախության մեջ մտնել, որպեսզի արուզավակին ազատի զինծառայությունից։ Սա ինչ որ փուլում, չգիտեմ ինչի բերումով, համարվել է սոցիալական որոշակի կարգավիճակի մասին հայտարարություն, որը համարում եմ ամենախայտառակ բանը, որ մեր հասարակության մեջ առկա է։ Ես նախկինում առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու եւ նաեւ հիմա ուզում եմ հանրային դրա մասին խոսել։ Ես վերջին 1 տարվա ընթացքում ուշադրություն դարձնելով եւ հետեւողական աշխատանքի արդյունքում հորդորել եմ եւ կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից բոլոր այն պաշտպանության նախարարության համակարգում գտնվող ծնողներին, ովքեր ունեն զավակներ այլ երկրի քաղաքացի։ Իհարկե անմեղության կախավարկածը հաշվի առնելով ես չեմ կարող դատարացել նաեւ հիվանդություն ունեցողների նկատմամբ, բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ներսից կեղեքել եւ ճնշել, որպեսզի ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ։ Սա իգիտություն մեր շատ սիրելի պաշտպանության նախարարության աշխատակիցներին, ովքեր ունեն զավակներ, ոչ իրենց կամքով գուցե անառողջ են, առողջություն բոլորին, բայց նաեւ կա որոշակի սեգմենտ, որ վստահ են, որ իրական հիվանդության հետ ոչ մի աղերս չունի։ Սա հանրային պրոբլեմ է, սա իմ պրոբլեմը չի։ Սա ձեր պրոբլեմն է։ Զանգվածային լրատվության հարգելի մասնակիցներ եւ լրատվամիջոցներ։ Խնդրում եմ այս հարցում մեզ օգնել։ Ձեր ուշադրությունը հիմնականում սևեռված է այլ ուղղությամբ, բայց ես կհորդորեմ, որ սա համարեք ազգային անվտանգության խնդիր եւ սրա նկատմամբ ունեցեք հետեւողականություն եւ իմացեք, որ այս հարցում ես ձեր ամենամտերիմ դաշնակիցն եմ, եթե անգամ ամենաանդիմադիր լրատվամիջոցի մասին է խոսքը։ Կարող է ինձ ամեն օր հայհոյեք կամ իմ գործունեությունը վատաբանեք, բայց եթե այս հարցում ինձ համապատասխան ինֆորմացիա կտաք ու կդառնաք իմ դաշնակիցը այս հարցում, իմացեք, որ ես ձեր գործընկերն ու դաշնակիցն եմ, որովհետև ես նման բաներ ուղղակի չեմ կարող հանդուրժել։ Եվ սա այն հիմնական սողանցքն է, որը փակելով, հիմա տեսեք, նախկինում նաև դուք եք գրել դրա մասին, շատ մարդկանց զավակներ կամ ուղղակի իրոք հիվանդ մարդիկ ազատվել են այսպես կոչված գլխուղեղի կիստայով։ Սա այն հայտնի հիվանդությունն է, որը մարդկանց ուշադրության կենտրոնում է եղել։ Բայց սա ավելի զարգացել է տեխնոլոգիայի զարգացման բերումով, այսինքն մարդիկ գնացել եւ ամենափոքր խնդիրը ֆիքսել են, ընդ որում ոչ մեկը չգիտի, մենք չենք փորձաքնվել, կարող պարզվի այդ թվում նաեւ ձեր շրջանակներում գտնվող ծառայած մարդիկ, ձեր եղբայրները, ձեր ամուսինները, զավակները ծառայել են գուցե այդ խնդիրը ունենալով։ Եվ մենք այս փոփոխության բերումով միայն
Հարյուրավոր երիտասարդների կարողացել ենք զորակոչել, առողջ երիտասարդների մասին է խոսքը։ Զորակոչել ենք բանակ, եւ սա ունեցել է էական փոփոխություն մեր թվերի վրա, բայց սա վերաբերում է նաեւ բազմապիսի այլ հիվանդություններին եւ ամեն տարի 404 որոշման մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում, մոնիտորինգի ենթարկելով նախորդ տարվա հիվանդությունների ավելացման տենդենսը։ Պատկերացրեք, երբեմն լինում են դեպքեր, երբ կառավարության որոշման ցանկում հայտնվում է հիվանդություն, որը բանակ զորակոչելու ենթակա է, նախորդ տարվա հետ համեմատում ես, 80%-ով այդ հիվանդությունը հաջորդ տարի պակասում է։ Սա ինչի մասին է։ Առողջացանք, բուժվեցինք մի անգամից բոլորս։ Իհարկե դա նրա մասին է, որ դա եղել է սողանցք, որը մենք փակել ենք մեր հետևողական աշխատանքի արդյունքում։ Շնորհակալ եմ։